Ընդդիմությունը կոշտ բնութագրումներ է տալիս տեղի ունեցողին, համարելով սա իշխանությունների հարձակումը եկեղեցու դեմ։ Իշխանական պատգամավորը համարում է, որ իրավապահները պարտավոր էին միջամտել եւ գնալ Աջապահյանի հետևից իր հայտարարություններից հետո։ Եթե որևէ կասկած կա, որ սա տեղի ունենում Փաշինյանի ուղիղ հրահանգավորմամբ, ուղղակի պետք է իր ստատուսները կարդանք եւ պարզ կդառնա, փաստորեն երբ Փաշինյանը ասում էր, որ հավատավոր հոտը օրենքի շրջանակներում իր քայլը կանի ձեռնարկի գործողությունները, փաստորեն հավատավոր հոտ ասելով նկատի ուներ ԱԱԾ աշխատակիցներին, սև եւ կարմիր բերետավորներին, հավատավոր հոտը դա էր։ Դուք տեսել եք այսօր Շիրակի թեմի առաջնորդարանի պատկերները, այդ բացել են փաստորեն առաջնորդարանը։ Մենք այդպիսի պատկեր մեկ էլ տեսել ենք գրավված օկուպացված Արցախում հայերի տների ու հայկական վանքերի հետ կապված։ Նշխարը բան արած բացելուց բացի այլ բառ չեմ կարողանում գտնել։ Այսինքն գրքերը, առաջնորդարանը, մասունքները Այս գործելավոճը ես էլ եմ ասում, չգիտեմ նախադեպ պատմության մեջ չեմ կարողանում հիշել, բայց հիշեցնում է բոլշևիկյան, երիտթուրքյան գործելավոճ, երիտթուրքերի դեպքում ցեղասպանությունից առ։ Ենթադրենք իրավական գործընթաց կա, Սրբազան հայրը ծանուցում ստացել է, պարզ հարց ծանուցում ստացել է եւ չի ներկայացել, դրա համար է ներխուժում առաջնորդարան եւ մայր աթոռ։ Այսինքն մենք որտեղից ենք տեսնում նպատակը։ Եթե այս բոլոր շոուները, որ իրենք փորձում են բեմադրել, այսինքն Փաշինյանի ասած պարկեցնել ասֆալտին, բետոն լիզեցնել, այդ բոլոր մարդիկ, ովքեր մասի շոուները նաև որ Սրբազան, Բագրատ Սրբազանի նկատմամբ իրականացրեցին Սամվել Կարապետյանի, այդ մարդիկ տարական հարց եմ տալիս, ծանուցում ստացել են ու հրաժարվել են ներկայանալ։ Այսինքն եթե մեր խնդիրը իրավական հիմքերն է, իրավական գործընթացն է, հնարավոր չի ծանուցում ուղարկել փաստաբանի հետ այդ մարդիկ ներկայանան։ Նախ երիտթուրքերի հետ դաշնակցությունն ա եղել դաշնակից, այնպես որ թող մեր ինչ-որ գործողություններում մեղադրելուց առաջ իրենց պատմությունը նայեն եւ զենքի վրա երթվողները դաշնակներն են, այս հատուկ տիկին Վարդանյանին պատասխան։ Ինչ վերաբերում է իրավապահների գործողություններին, Միքայել Աջապահյանը արել է հրապարակավ հայտարարություններ, իդեպ վերջերս մի քանի օր առաջ նաև վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ինքը ռազմական հեղաշրջման կոչ է անում։ Այս հայտարարությունների հետևից, եթե իրավապահ համակարգը չգնա, ապա դա նշանակում է, որ մենք, մեր քաղաքացիները պետք է ապահով չապրեն մեր երկրում։ Մենք այսօր տեսնում ենք, որ այդ նույն վեղարի տակ գտնվող մյուս հոգևորական կոչվողը, մյուս թեմի առաջնորդը այսպես պլան ուներ, որ մարդկանց, չգիտեմ, մեքենաներն այրեին, ավտոբուսներ այրեին, մարդիկ մեջը, մեզ այսօր քաղաքացիները գրում են, զանգում են, ասում են, մենք ինչ իմանանք մեր հետ, ինչ կլինի վաղը։ Դե գիտեք հոկտեմբերի 27-ը այնց օթից ա եղել։ Նման խոսակցություններից հետո է եղել։ Համենայն դեպս դատարանի որոշում չկա, Տիկին Հակոբյան, դուք չեք շտապում գնահատականներում ձեր։ Ես տեսել եմ իրավապահ համակարգի ներկայացրած բոլոր այն ապացույցները, որոնք ինձ թույլ են տալիս իմ կարծիքը հստակ ձևակերպեմ։ Եվ եթե իրավապահ համակարգը այս ապացույցները ձեռք բերելուց հետո չգործի, ես արդեն հարցեր կունենամ իրավապահ համակարգին։ Եթե պետք է սպասենք ոմանց տրամաբանությամբ, ապա պետք է գան, շենքերը գրավեն, ջուլեն մեզ պատերից, նոր բռնենք։ Այ հիմա հաստատ ապացույցը կա, հաստատ ջուլել են, բայց է կանխվում, բա ո՞նց է կանխվում։ Փաստաբաններից Միհրան Պողոսյանը Ազատության եթերում ասաց, որ Միքայել Աջապահյանը չի ստացել ծանուցում իրավապահներից հարցաքննության ներկայանալու եւ այլնի։ Այս գործողությունները ինչքանով էին համաչափ, երբ օրինակ մարդը չի ստացել այդ ծանուցումը, ինչպես իհարկե փաստաբանն է պնդում, եւ միանգամից այսպիսի գործողություններ անել։ Արդյոք սա հենց իշխանության, մասնավորապես վարչապետի եկեղեցուն ուղված կոշտ հայտարարությունների, այսպես տրամաբանության մեջ չէ։ Բացարձակ հիմք չունեմ հավատամ տերորիզմի պաշտպանողին, այդ առաջինը, երկրորդը, ինչ վերաբերում է, եթե իրավապահ համակարգը ինչ որ մի փուլում, ինչ որ ընդհանրակարգով չի շարժվել, դրա եւս լուծումներ կա եւ դրան եւս ձև կա անդրադառնալու, հա։ Եկեք չհամեմատենք կանխված տերորիզմը ու իրավապահ համակարգի միգուցե ենթադրյալ չներկայացնելը ծանուցում։